Բարելուր Ժողովուրդ ջան, ուրեմն այսօրվա թեման լինելու է իմ թեմաների ամենալուրջ թեմաներից մեկը։ Խոսքը անկախության եւ կախվածության մասին է լինելու։ Ժողովուրդ ջան, ուրեմն եթե կարծում եք, թե պետությունը պետքա լինի անկախ, դա միամտություն է, այդպես բան գոյություն չունի։ Պետությունները չեն լինում անկախ։ Ոչ մի պետություն անկախ չի կարող ապրել։ Նույնիսկ եթե նրանք թշնամի են, անկախ չի լինում այդպես բան։ Դա մարդկանց ուղեղների մեջ լցած։ Մարդը ինքը պետքա լինի անկախ։ Մարդը ինքը պետքա կախված չլինի այլ պետությունից։ Հասկանում եք, մարդը եթե հայ ես, դու պետքա կախված լինես մենակ Հայաստանից։ Ուրիշ ոչ մի պետությունից։ Դու կարաս ամեն տեղ ապրես, Ամերիկայում ապրես, Ռուսաստանում ապրես, ամեն տեղ ապրես, բայց այդ պետությունից, եթե դու ստեղծեցիր կախվածություն, դու Հայաստանից արդեն պետքա չխոսաս, ընդհանրապես։ Եթե կախվածություն ստեղծեցիր, դու Հայաստանի հետ գործ ընդհանրապես պետքա չունենաս, որովհետև կախված մարդը չի կարա անկախ պետության մաս կազմի, հնարավոր չի։ Ուրեմն պետությունները բոլորը կախված են իրարից, նույնիսկ այսօր Հայաստանը ու Ադրբեջանը արդեն իրարից կախված են, հենց այսօր։ Ադրբեջանից Հայաստանի տարածք մտնում, չասեմ չթվարկի մինչ, Հայաստանի օդով օրվա մեջ արդեն 15-20 անգամ Ադրբեջանը ինքնաթիռով թռնում է, իհարկե դա սա մուծվում է։ Հայաստանը Ադրբեջանին, Ադրբեջանը Հայաստանին։ Անկախ պետություն գոյություն չունի։ Մանավանդ, եթե դու ուզում ես դառնաս երկրի ղեկավար, դու չես կարա լինես կախված ինչ-որ մեկից։ Հիմա այս հենց է, որ ռուսն ասում է պապոլոչկա, դարակներով, այս է հենց տեղադրեմ, վերցնենք Ղարաբաղը։ Հայտարարեցին, որ անկախ պետություն է, չէ՞։ Ուրեմն անկախ պետություն կախվեց Հայաստանից, Հայաստանը կախվեց Ռուսաստանից, ճիշտ է։ Ղեկավարների մասին է խոսքը։ Ղարաբաղի ղեկավարները ասեցին, Ղարաբաղը անկախ պետություն է, բայց ղեկավարը կախվեց Հայաստանից, կախված էր։ Ժողովուրդիները տենց ուղեղները մտցնում են, որ մենք անկախ պետություն ենք Հայաստանից։ Հայաստանի ղեկավարը ինչ արավ։ Են ասեն գույք պատքի դիմաց են, որ ասում են։ Տվավ Ռուսաստանին 90 միլիոն դոլարը, ինչ փող է Ռուսաստանի համար, որ գույք պատքի դիմաց։ Ոչ, դա Ղարաբաղի համար էր, որ Ղարաբաղին Ադրբեջանը ձեռ չտա։ Այն ժամանակ Մոսկվայի կարիդորներում էին որոշում ով կարա կռիվը սկսի, երբ կարա սկսի, երբ չկարա սկսի։ Իսկ հիմա արդեն այդպես չի։ Ցանկացած ժամանակ Ադրբեջանն էլ, Հայաստանն էլ կարան կռիվը սկսեն, որովհետև կախված չեն Մոսկվայի կարիդորներից։ Հասկանում եք, կախումը դա է։ Ժողովուրդ ջան, ես ապրում եմ Ռուսաստանում, չէ՞։ Ես չեմ կախվում այս պետությունից, կախում չունեմ։ Ես անկախ մարդ եմ։ Ես հարգում եմ իմ հայրենիք։ Բայց մարդկա կախված է, չի կարա։ Այդ մարդուն, եթե կախված է, ուրեմն նա արդեն ինչ է անելու։ Ստիպված սրաշահերը պետք է պաշտպանի։ Չէ՞, պետք է պաշտպանի, ուզի թե չուզի։ Տենց չի։ Շահերը պաշտպանելու համար ինչ են անում։ Այսպես դեսանտներ են ուղարկում, ու սկսում են ներքինից այդպես
մարդկանց գցել կախման մեջ։ Հիմա Ղարաբաղում ժողովրդին գցին կախման մեջ, չէ՞, ժողովուրդը կախման մեջ մնաց, կախված։ Հիմա Ղարաբաղի ժողովրդին բերել են Հայաստան, ինչա կատարվում։ Նորից Ղարաբաղցիներին, այդ խեղճ ու կրակ ժողովուրդներին, նորից գցել են կախման մեջ, ումից, Քոչարյանից։ Ճիշտ է չէ։ Քոչարյանը ումից է կախված, Ռուսաստանից էլի։ Դեսյո։ Թույլ չեն տալի, որ այդ մարդիկ անկախ գործեն, ժողովուրդ ջան, ինչի եք կախվում։ Դուք Ղարաբաղում ամեն ինչը ձեր կորցրել եք, իմանալով, թե դուք անկախ եք, բայց փաստորեն կախված եք եղել Քոչարյանից։ Ճիշտ է։ Հիմա եկել եք Հայաստան, նորից կախվել եք դրանից, որ ինչ անեք։ Հա? Որ ինչ անեք, գիտեք, թե Քոչարյանը կարող է ասենք իշխանության գա, մտածում եք այդպես բան, հնարավոր է։ Նիկոլից բողոքողներ, որ Նիկոլից բողոքում եք։ Նիկոլը ինչի համար չկախվեց Մոսկվայից։ Հայաստանի շահն ավտանում։ Ինչ որ կապված էր Մոսկվայի հետ մենք կորցրինք։ Էլ որտեղ էր դրա անկախությունը։ Ինչը կապված էր Մոսկվայի հետ մենք կորցրինք։ Հիմա ուզում եք Հայաստանը կապենք էլի Մոսկվայի հետ, էլի կորցնենք։ Ես Մոսկվայի հետ գործ չունեմ, ժողովուրդ ջան, ես Հայաստանի մասին եմ մտածում։ Մոսկվան իր շահերի համար ամեն ինչ էլ կարա անի։ Լավ, ժողովուրդ ջան, հայեր ջան, դուք ինչի համար եք անում։ Բերեք եթե կորցնենք, Հայաստանն էլ կորցնենք։ Չեք տենում այս երկրի վարչապետը, այս երկրի ղեկավարը չի կախվում ոչ մեկից։ Առավոտից իրիկու գոռում եք, գոչում եք, ասում եք, Եվրոպա մտնենք, այստեղ մտնենք, այնտեղ մտնենք։ Այդ մարդը չի կախվում։ Այդ մարդը բոլորի հետ համագործակցում է։ Բայց կախվածություն չի ձեռք բերում ոչ մեկից։ Որ եկուց իրանից չուզեն, ասեն, այս բանը արա, որ մենք այս բանը քո համար անենք։ Այն բանը արա, որ մենք քո համար այս բանը անենք։ Չի անում այդ մարդը։ Անկախ մարդ է, անկախ։ Հասկանում եք։ Այդ մարդը անկախ մարդ է, ինչի եք ստիպում, որ կախված լինի այս մեկից, այն մեկից։ Հիմա նայեք, կախվածությունը ոնց է 200 տարի է մեր ազգի մեջ, մեր են որ ասում կոդի մեջ, այսենց այդ կախվածությունը մտցրել են, հիմա կոդի մեջ է, այ հնդե է։ Ես օրինակներ բերեմ, վերցնենք Վրաստանը, Սահակաշվիլին որ եկավ, ինչ արավ, ինչքան Մոսկվայի բանի հետ կախված մարդիկ կային, ցախավելներով սաղի համապատասխան տեղը կողեցին բանտերում, գող ավազակներին բանին։ Մի հատ վրացի արդեն գոյություն չուներ, ուղեղով կախված ռուսից կամ ինչ-որ մեկից։ Մի հատ վրացի չկար, գոյություն չուներ Վրաստանում այդպես մարդ։ Ինչ կատարվեց։ Անցկացավ 10 տարի, հիմա վրացիների հավալ կեսը նորից անցել են Ռուսի կողմ։ Ինչ է փոխվել։ Ոչ Օսետիան վերադարձրին, ոչ բանը ինչա Աբխազիան վերադարձրին, բայց անցան նորից Ռուսի կոդավորած է մարդու հասկանում եք էլի ինչ որ ձև կարողանում են մարդուն խաբել, կախվածություն նորից ձեռք բերեն։ Այդ տենց արին։ Հիմա ժողովուրդ ջան, մենք կորցրինք Արցախը։ Հիմա մենք ինչի նորից գնանք վրացու ճանապարհով այդ կորցրածը նորից կախվենք այդ դրանից, որ նրանք մեզ մեկա ոչինչ չեն տալու։
Ոչ Ղարաբաղ են տալու, ոչ ես մի բան, ոչ են մի բան։ Հասկանում եք։ Ինչ որ մի Ղարաբաղցի ուզում է Հայաստանում իշխանության մաս կազմի, գնացեք, կրթվեք, ինստիտուտներ, բավականին բան ձեռք բերեք, գնացեք աշխատեք, որտեղ ուզում եք, ով է ձեզ արկելում, մեր հայերն եք էլի, ինչ տարբերություն։ Բայց որ ուզում եք ձեր ուզածով բանանեք, իշխանությունը վերցնեք, ձեզնով բան, ոնց որ այսօր այդ կանդազին բռնեցին այդ զրույցները, ամեն ինչ ասում է։ Էդի արդեն դա ցույց է տալի ձեր կախվածությունը, որ ումից է կախված, ում համար եք անում դա։ Դա էլի ժողովրդի համար չի։ Էլի ինչ որ մարդիկ Քոչարյանի նման մի քանի հոգի էլի միլիարդատեր են դառնալու, դուք մեկ էլ Հայաստանից եք փախնելու ինչ որտեղ խոպան, մոպան, աշխատեք, որ ապրեք։ Էտա լինելու, էտա ձեզ սպասում։ Ուրիշ ոչ մի բան։ Ոնց ուզում եք մտածեք էտա լինելու։ 200 տարի մեր ասում եմ կոդը այսպես կոդի մեջ մտցրել են, որ պետքա մենք կախված լինենք ռուսից։ Ու այդ կախվածությունը մեր մչից չենք կարող հանենք։ Նույնիսկ Ամերիկայի հայերը, նույնիսկ Եվրոպայի հայերը, այ մարդիկ փոխանակ Հայաստանը ներքաշեն դեպի իրանց արևմուտք, դեպի Եվրոպա, Ամերիկա, արա նրանք էլ են ռուսի կողմնակից։ Потому что մենք այդպես կոդավորված ենք, հասկանում եք ժողովուրդ ջան, դուք պետք է կարողանաք դուրս գաք այդ կրակից դուրս գաք։ Պետությունը երկիրը ղեկավարում է ճիշտ ուղով։ Չի կախվում էլ ոչ մեկից, որ ոչ մեկի ոչ մի բան պարտք չլինի։ Մենք ամեն ինչ տալիս էինք Հայաստանին, դատես ռուսը ոչ մի բան չեր անում։ Հայաստանին ստիպում էր Ղարաբաղին ֆինանսավորի, Ադրբեջանին ստիպում էր, որ նրանց ձեռք չտա։ Չէ՞։ Ղարաբաղի ժողովուրդը ձրի աշխատում էին են օրեկան 100-ավոր ֆուրեր կամազներով ընդեղից ոսկին դուրս էր գալի, թե որտեղ գնում ոչ մեկը չգիտի։ Ոչ Հայաստանի բյուջե է գնացել, ոչ Ղարաբաղի բյուջե։ Հասկանում, թե որտեղ գնում ոչ մեկը, դուք այս ստրուկի նման աշխատում էիք։ Մի քանի հոգի մեջին միլիարդատեր են դարել։ Էդ է եղել։ Մարդ քաղաքացի ջան, դու անկախացի, դու մենակ ինքդ քո ուղեղով մտածի ինչ է կատարվում։ Դու մի թող քեզ առնեն, քեզ փող տան, քեզ այս մի բան, ծաղրուծանակի ես ենթարկում ինքդ քեզ։ Դու սովորական հեռախոս ես, հեռախոսի մեջ են որ գալերեան լցնում ենք ամեն ինչ հետո հանում է, քո գլուխը տես լցրել են ամեն ինչ ու կամանց հանում են քեզանից, ոնց ասում են նենց էլ հանում ես, դու այ մարդ ինքդ քո ուղեղը լցրու են բանը, ինչ որ քեզ պետք է լինելու, դու էլ որ հանես քո գլխիցը օգտագործես, մենք էլ տենանք, դու ինչ ես ուղեղից հանում, ինչ ես օգտագործում, հիմա որ այդպես խայտարակ եղաք, բռնվում եք, էս մի բան, ձեր երեխեքի բանի պատվի հետ, ձեր թորների բոլորի պատվի հետ խաղում եք, դա ձեզ դուր է գալի, էտա, էսա, ժողովուրդ ջան անկախությունը, մարդը պետք է լինի անկախ, պետությունը կրկնում եմ անկախ չի կարա լինի, Ամերիկան ամենահզոր պետությունը սաղ աշխարհից կախված է, սաղ աշխարհին պարտք է, հասկանում եք, տրիլիոններ է պարտ, 33 տրիլիոն աշխարհին պարտ է, հասկանում եք, բոլորից կախված է, պետությունը պետք է կախված լինի, չի կարա անկախ պետությունը ապրի, հնարավոր չի, մարդը ինքը պետք է անկախ լինի իր պետության հանդեպ, ցանկացած մարդ, ով անկախ չի, ուրիշի համար է բանանում, ձեր ցավը տանեմ, նա լրտես է, անկախ նրանից թե ինչ գործողություն է, եթե մենք չլինենք ժողովրդավար պետություն, ոչ Քոչարյանը, ոչ Սամվել Կարապետյանը, ոչ Ծառուկյանը, ոչ մեկը դուխ չի անիլ,
իր տեխնատությունը դնի, թե վարչապետ եմ դառնում։ Ոչ մեկը, ասեմ ավելին, 93 թե 94 թվին Կրասնոդարի մարզում մի հատ հայ բժիշկ կար։ Այդ մարդը իր տեխնատությունը դրավ Կոնդրատենկոյի ժամանակ։ Այդ մարդը միջև հիմա անհայտ կորածա, չկա, այդ բժիշկը անհայտացավ։ Ոչ միտեղ չկա, գոյություն չունի։ Թե ինչ են արել, ինչ չեն արել, ես չգիտեմ։ Չկա այդ մարդը։ Անհայտ կորածա։ Հիմա այստեղ Ռուսաստանում ասենք, ով ում դուխը կհերիքի, իր կանդիդատուրան դնի։ Չեմ ասում, եթե հանկարծ ուրիշ երկրից գա։ Դրա մասին խոսք գոյություն չունի։ Կամես, մեր երկիրը ժողովրդավար է, դրա համար դու կտես բաներ եք անում։ Եթե ժողովրդավար չլիներ, ոչ մեկը դել դուխ չէի կանի։ Որտեղ ձեզ կկրտեին խոսզին նման։ Այսքան բան ժողովուրդ ջան, ես բոլոր հայերին կոչ եմ անում, բոլորդ, այսինքն ամենքը ձեր ուղեղը աշխատացրեք եւ վերջ։ Ոչ մեկին մի լսեք, մի խայտարակեք, մի պախարակեք ձեր ընտանիքները, ձեր երեխաներին, ձեր աղջիկներին, ձեր կանանց, բոլորին, ոչ մեկին մի խայտարակեք։ Ամենքը ձեր ուղեղին ենթարկվեք, ամենքը ձեր ուղեղով քայլեք։ Առայժմ մինչ երեկո ժողովուրդ ջան։